Սիրելի հավատացյալներ, նախ եւ առաջ ուզում եմ սրտանց շնորհավորել բոլոր այստեղ ներկա գտնվող կանանց, աղջիկներին, մեր սիրելի տատիկներին այսօրվա միջազգային կանանց տոնի առիթով։ Եղեք միշտ ուրախ, երջանիկ, ամենակարևորը առողջ եւ միշտ զգացեք, որ եւ իմացեք, որ դուք այն մարդիկ եք, ով որ Աստծո կողմից ստացել է բացարձակ մի շնորհ, դա մայր լինելու շնորհն է։ Ազգը կամ մարդկությունը, մարդկությանը շարունակություն տալու շնորհն է։ Եվ դա այն շնորհն է, որը որ ուզեց, որ նույնիսկ իր մայրը ունենա։ Եվ մոր միջոցով եկավ աշխարհ աշխարհի ստեղծողը։ Եղեք մայր Մարիամ Սուրբ Աստվածածնի բարեխոսության ներքո մշտապես, եղեք ձեր ամուսինների կողքին եւ եղեք ձեր երեխաների ու զավակների կողքին մշտապես, ձեր գեղեցիկ խորհուրդներով, ձեր գեղեցիկ կյանքով, նրանց կյանքն էլ գեղեցկացրեք եւ նրանց կյանքն էլ դարձրեք լուսավոր։ Եվ այսօր մեծ պահքի 4-րդ կիրակին է, պահքը կիսվում է, կարելի է ասել, որովհետեւ մի քանի օրից մենք տոնելու ենք միջինքը եւ 4-րդ կիրակի օրվա համար մեր եկեղեցու հայրերի կողմից այսօրվա ընթերցվածի հիման վրա կոչվել է տնտեսի կիրակի, որը որ վերցրել է, ինչպես ասեցի, ընթերցվածից, Սուրբ Ավետարանի, Ղուկասի ավետարանից, որտեղ որ պատմվում է մի տնտեսի եւ իր տիրոջ մասին։ Տնտեսը, որպեսզի ավելի լավ հասկանաք, դա մեր լեզվով ասած զավխոզում։ Եվ լինում է մի մարդ, որ հարուստ մարդ, որը ունենում է շատ բաներ, շատ տարբեր տնտեսություններ, այսինքն գործեր, եւ պարզ է, որ պետք է ունենար մի օգնական, չէ՞։ Եվ ունենում է այդ տնտեսի։ Բայց ինչ որ մի օրը գալիս է, նա սկսում է տարբեր մարդկանցից լսել, որ այս մարդը իրեն խաբում է։ Եվ կանչում է իր մոտ, ասում է՝ «Բեր ամբողջ հաշիվները ներկայացրու ինձ, որովհետեւ վատ բաներ եմ լսել քո մասին, պետք է քեզ գործից հանեմ»։ Եվ սա սկսում է մտածել, ասում է՝ «Հիմա այս գործից որ դուրս գամ, արդեն երևի բավական տարիքը առած մարդ էր», սկսում է մտածել, ասում է՝ «Գործից հիմա ինձ որ հանի, ես հողի հետ աշխատել չգիտեմ, մուրացկանություն անել ամաչում եմ, ինչ պետք է անեմ, ինչպես պետք է ապրեմ, ինչպես պետք է իմ հացի փողը վաստակեմ»։ Մի քիչ մտածում է եւ որոշում է, կանչում է իր տիրոջը պարտք ունեցողներից մեկին։ Ասում է՝ «Դու ինչքան պարտք ունես իմ տիրոջը»։ Սա ասում է 100 տակար ձեթ։ Ասում է՝ «Այդ պարտքի թուղթը վերցրու, որտեղ գրված է 100 տակար, ճղի եւ գրի 50 տակար եւ գնա»։ Մյուսին է կանչում, ասում է՝ «Դու ինչքան պարտք ունես»։ Ասում է՝ «500 պարկ ցորեն»։ Ասում է՝ «Ճղի այդ թուղթը, գրի 400 պարկ ցորեն»։ Եվ ամենահետաքրքիրը այս պատմության վերջն է։ Երբ որ Տերը իմանում է, թե ինչ է արել այդ մարդը, գովում է նրան։ Գովում է այն մարդուն, ով իր ունեցվածքից ինչ որ մի բան կարծես թե կարելի ասել նորից գողացել։ Եվ դրանով վերջանում է ամբողջ այս պատմությունը Քրիստոսի կողմից պատմված։ Մեր ժամանակներում այդպիսի բան կարելի ասել հնարավոր չէ, նաև երևի հնարավոր չէր նաև առաջ։ Ուղղակի այս առակը Քրիստոս պատմում է ցույց տալու համար Աստծո եւ մարդ հարաբերությունը, որովհետեւ մենք շատ լավ գիտենք եւ շատ անգամ էլ մենք կարդացել ենք եւ կարդում ենք ավետարանի մեջ, թե ավետարանի մեջ եւ թե 5 կտակարանի մեջ նույնիսկ, որ մարդու կյանքը տրված է Աստծո կողմից որպես մարդուն ինչ որ մի տնտեսություն։ Եվ մարդուց է կախված, թե ինչպես ինքը այդ կյանքը կապրի։ Լավ կապրի, վատ կապրի, դա արդեն կախված է մարդուց։ Բայց նաև այս առակը պատմելով Քրիստոս ցույց է տալիս, որ ոչ մի անգամ ուշ չէ հասկանալ, զղջալ, ամաչել արածիցդ եւ
ոչ մի անգամ ուշ չէ նաև այդ ընթացքում քեզ մի քիչ գոնե թեթևացնելու համար ուրիշներին լավություն անել։ Որովհետև մենք չենք կարող այսօր որևէ մեկը եւ ձեզանից եւ աշխարհի մեջ չի կարող ասել ես կարող եմ գնալ եւ վաղը Աստծուն ինչ որ մի լավություն անել։ Ինչ կարող անել Աստծուն լավություն։ Ոչ մի բան։ Չունեք դուք այդ հնարավորությունը կոնկրետ Աստծուն ինչ որ մի լավություն անելու։ Բայց մենք կարող ենք լավություն անել Աստծուն նրա տված կյանքերի միջոցով։ Դուք կարող եք ձեր կողքինի կյանքը ինչ որ մի բանով գեղեցկացնել։ Դա անպայման չի ինչ որ ֆիզիկական մի բան նվիրեք, կարող է ինչ որ մի բանով օգնեք, խոսքով օգնեք, ուղղակի կողքը լինեք դժվար պահին եւ նրա կյանքը դրանով լցնեք, ուժեղացնեք եւ դրանով դուք ուժեղացրած կլինեք Աստծո տված կյանքերից մեկը։ Դա է ամբողջ Աստծո կողմից մեզ տրված պատգամը, որ մենք այստեղ որ ապրում ենք, մենք մենակ մեզ համար չենք ապրում։ Չէ, նույնիսկ ժամանակին այդպիսի մի եկեղեցու մեջ մի այդպիսի շարժում է սկսվել ժամանակին, ովքեր որ դեմ են եղել ճգնավորներին։ Ճգնավորները գիտեք, այն մարդիկ են, ովքեր գնում էին սարերում, փակվում էին եւ իրենց կյանքը աղոթքով էին անցկացնում։ Եվ այդ շարժումը ասում էր, որ այդպիսի մարդիկ էգոիստներ են։ Իրենք իրենց մասին են միայն մտածում։ Անշուշտ կա այդտեղ ուրիշ բացատրություններ էլ տրվեցին, ասում են այն մարդը աղոթողը չի աղոթում մենակ իր համար, չէ՞։ Չի աղոթում մենակ իր մեղքերի թողության համար, նա աղոթում է իր ազգի, իր ժողովրդի, իր հարազատների, իր բարեկամների համար է։ Բայց ես ես ուղղակի օրինակ բերեցի, որ այդպիսի շարժում էլ եղել է։ Ասելու համար, որ մենք եթե միայն մեր մասին մտածենք, նույնիսկ հոգևորի մասին, դա բավական չէ փրկության համար։ Բավական չէ, որ Աստված մեզ գովի, ինչպես որ գովեց այդ մարդուն, որի մասին քիչ առաջ պատմեցի։ Մենք պետք է մեր հոգևոր կյանքը կարողանանք այնպես արտահայտել, որ ոչ թե միայն Աստված տեսնի, անշուշտ Աստված կտեսնի եւ կլսի մեր աղոթքներն էլ, մեր զգացմունքներն էլ, ճիշտ են դրանք, թե սխալ են դրանք, ինքը բոլորից լավ տեսնի, բայց նա ուզում է տեսնել նաեւ ձեր այդ կյանքի արտացոլանքը այս աշխարհի վրա։ Այս աշխարհի վրա դուք միայն ձեր մասին մտածելով չեք կարողանա հետք թողնել այս աշխարհի վրա։ Իսկ ամեն մեկս ծնվել ենք եւ եկել ենք այստեղ, թե ֆիզիկապես եւ թե հոգեպես, ինչ որ մի բան թողնելու համար։ Եթե մենք որոշում ենք, որ մենք ոչ մի բան չենք կարող թողնել, մենք արդեն մահացած մարդիկ ենք։ Ես մի շատ հարազատ մարդ ունեի, այսօր էլ կա, այդ մարդը եւ ինքը չէր գնում, եկեղեցի չէր հաճախում ոչ մի անգամ, կարող է ինչ-որ առիթից առիթ մտնում էր եկեղեցի, բայց ընդհանրապես չէր սիրում հաճախել եկեղեցի եւ երբ որ մի քանի անգամ ես իրան հարցրեցի ինչի չես գալիս եկեղեցի, ասում էր ես այդքան մեղք եմ գործել, ինձ արդեն որևէ փրկություն չկա։ Ճիշտ է, դա մարդու մակարդակից է գալիս, դա սխալ է այդպիսի մտածելակերպը։ Նույնիսկ մի անգամ ասացի արի եկեղեցի, ինչ անեմ ասում։ Ասացի սկզբի համար որ գազ պետք է մի 2-3 րոպեով մտնես եկեղեցի, մոմ վառես, մի 5-6 անգամ այդպես պետք է գնաս, հետո մի օր փորձի գալ պատարակի մասնակցել, ժամերկության մասնակցել, միգուցե քո մեջ ինչ որ մի բան բացվի։ Եվ նորից ինքը ինձ պատասխանեց եւ ինչ որ կատակով ասաց ես եթե նույնիսկ եկեղեցում պակրիշկա վառեմ, ասում եմ իմ մեղքերին թողություն չի լինի։ Բայց հետո հիմա ինքը Հայաստանում է ապրում, Հայաստան է տեղափոխվել եւ իմացել են, որ երեխայի հետ դժբախտություն էր պատահել, Փառք Աստծո, փրկվել էր երեխան եւ ինքը տեսել էր, թե ինչքան մարդիկ այդ պահին եկել էին օգնության, ինչքան մարդիկ կանգնել էին իր կողքը եւ այսօր ասում են, որ ինքը ամեն Կիրակի պատարակին կանգնած է, եկեղեցում պատարակին կանգնած է։ Ինչու թողնել, որ ինչ որ մի սատանայի ձեռքերի մեջ այնքան ընկնես, այնքան մխրճվես սատանայի գործերի մեջ, որ ընտանիքիդ, հարազատիդ գցես ինչ որ դժբախտության մեջ, որ նոր դրանից հետո զգաս Աստծո կարիքը, չէ՞։ Մենք պետք է այս մարդու պես, ինչպես որ պատմեցի, վերջի պահին չանենք այդ ամեն ինչը։ Ճիշտ է, որ վերջի պահին էլ զղջանք, վերջի պահի զղջումն է ընդունվելու Աստծո կողմից։ Բայց ավելի լավ կլինի, որ մենք մեր կյանքը այսօրվա օրով ապրենք։ Չգիտենք վաղը ինչ է լինելու։
Չէ, ով գիտի, ով կարող ասել եկեղեցուց դուրս է գալու եւ ինչ է իրեր լինելու։ Եկեք այսօր լինենք պատրաստ, այսօր լինենք ուժեղ հոգեպես, այսօր ունենանք այն ուժը, որ հանենք Աստծո առաջ դնենք մեր մեղքերը։ Այս եմ արել, այս եմ արել, այս եմ արել։ Եվ ես ուզում եմ ներողություն խնդրել քեզանից, Աստծուց, կամ մեր հարազատներին, բարեկամներին, ով կարող է ասել, որ ինքը կյանքում ոչ մեկին վատություն չի արել, տենց մարդ գոյություն չունի։ Բայց ով կարող է ասել, որ ինքը գնացել է եւ ինչ որ մեկից իր արած վատության համար ներողություն է խնդրել, շատ քիչ է, 100-ից 10 երեք։ Բայց եթե մտածում ենք, մենք տեսնում ենք, որ մենք ինչ որ մեկին մին կարող է առանց հասկանալու մի անգամ ցավացրել ենք, կամ շատ անգամ ցավացրել ենք։ Բայց ներողություն չենք խնդրել, բայց հասկացել ենք, որ վատ ենք արել։ Ուր է դրա մեջ արդեն այն մաքրությունը։ Ինքնին մաքրությունը մեզանից սկսում է հեռանալ։ Իսկ այնտեղից, որտեղից սկսում է հեռանալ մաքրությունը, այդտեղ գալիս է արդեն աղտոտվածությունը։ Որտեղից սկսում է հեռանալ լույսը, այնտեղ սկսում է շատանալ խավարը։ Հետևաբար, այսօրվա այս պատմությունը Քրիստոսի կողմից պատմված Ղուկասի ավետարանի մեջ մեզ ասում է, որ ոչ մի անգամ էլ ուշ չէ վերադառնալ, ոչ մի անգամ էլ ուշ չէ լավություն անել, եւ երկրորդ պատգամը այսօրվա պատմության դա նա է, որ այսօր մեր իրականության համար, որ մենք մեր պահեցողության շրջանը, մեր պահքը նաեւ համեմենք, ուժեղացնենք, լուսավորենք եւ ավելի զգալի դարձնենք բարություն անելով, կողքինին բարություն անելով, լավ գործեր անելով, այսպես որ ուղղակի ավելի կարճ ասվի, լավ գործ անելով լուսավորենք նաև մեր պահեցողության շրջանը, պահեցողության այս ճանապարհը, որը որ մենք շատերս այս պահին անցնում ենք։ Թող Աստված ուժ եւ կարողություն տա յուրաքանչյուրիդ, որ ամեն մեկը ունենա այն հզորությունը, հոգեվոր հզորությունը, որ կարողանա գիտակցել իր արածը եւ կարողանա իր արածի համար ներողություն խնդրել կամ էլ անպայման չի ներողություն խնդրել։ Կարող ենք ուղղակի առանց ցույց տալու ինչ որ մի բան անելով, գործով այն վատ բանը ուղղել, ինչ որ մենք արել ենք։ Թող Աստված այդ ուժը եւ հզորությունը տա ամեն մեկիդ, օրհնյալ եղերուկի շնորհասր Բողոքույն, երթայքի խաղաղություն եւ Տերն մեր Հիսուս Քրիստոս եղեցին ձեզ ընդ ամենեսյանս ամեն։